Գիտնականները ապացուցել են, որ կանանց իրենց ընկերուհիների հետ հանդիպումները հաճախակի հզոր հակաստրես են։ Դա ոչ թե միայն հաճելի ժամանակի անցկացում է միմյանց հետ, այլ կոնկրետ իջեցնում է կորտիզոլի քանակը արյան մեջ։ Բարձր կորտիզոլը կոնկրետ քայքայում է կանացի օրգանիզմը, բարձրացնում է տագնապայնությունը, առաջացնում է անքնություն, խրոնիկ հոգնածություն, ցածր տրամադրություն եւ որ ամենատարածվածն է ավել քաշ։ Պարզվում է կանացի պարզ 1-2 ժամանոց զրույցը մտերմին, երբ նրանք կիսվում են միմյանց հետ իրենց անհանգստություններով, վախով, անգամ կենցաղային պարզ խնդիրներով, իսկական բիոքիմիական թերապիա է։ Գիտեմ, որ սա ձեզ համար շատ տարօրինակ է հնչում, մանավանդ տղամարդկանց համար, բայց սա կոնկրետ թերապիայի տեսակ է եւ բացատրվում է հետեւյալ դրույթներով։ Առաջինը՝ արտահայտվում են բոլոր հույզերը եւ մարդը հանգստանում է, դատարկվում է։ Անհանգստությունը կորչում է, վերականգնելով էներգիան, ամփոփելով կարող ենք պարզ թերապիայի բանաձև ասել։ Մտերիմ ընկերուհիների հետ 1-2 ժամանոց զրույց է, մաքուր օդին 10, 15, 20 րոպե ուղակի միայնակ քայլելը, 10 րոպե օրվա ընթացքում լիաթոք ուրախ ծիծաղելը իջեցնում են կորտիզոլի քանակը արյան մեջ, թոթափում են անհանգստությունը, հանում են լարվածությունը եւ ամենակարևորը՝ չեք ունենում ավել քաշ։ Իսկ դուք հետևել եք, օրինակ, ձեր դեպքում դա ինչպես է աշխատում։ Այստեղ հետաքրքիր է եւ կանանց եւ տղամարդկանց կարծիքը։